заниматься сейчас ни Сирией и ни Венесуэлой. Ռուս հեռուստահաղորդավար եւ լրագրող Վլադիմիր Սոլովյովի այն պնդումը, թե Ռուսաստանի համար Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները ավելի ցավոտ են, քան Վենեսուելայում տեղի ունեցածը, եւ որ Հայաստանը կորցնելը հսկական խնդիր է, որ ազգային անվտանգության նկատառումներից ելնելով Ռուսաստանը կարող է ռազմական գործողություններ սկսել իր ազդեցության ոլորտի այլ տարածքներում, անտեսելով միջազգային իրավունքն ու միջազգային կարգը մեծ ռեզոնանս է առաջացրել Հայաստանի քաղաքագիտական դաշտում։ Երբ պրոպագանդիստ Սոլովյովը անում է նման հայտարարություններ, ապա նրան բացարձակ չի հետաքրքրում, թե դրան ինչպես կօգտագործվեն Հայաստանում, իսկ հայտարարությունների բուն նպատակն այլ է, վերլուծում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։ Նրա խոսքով Սոլովյովի հաշվարկը ներառում է նաև Հայաստանում հիբրիդային պատերազմի կամ գրողների մասին իշխանական պրոպագանդան սնուցելու հանգամանքը։ Ստացվում է հետաքրքիր բանաձև։ Ռուսաստանի պրոպագանդիստ Սոլովյովը սնուցում է պաշտոնական Երևանի պրոպագանդան։ Դե պաշտոնական Երևանն էլ կարող է դիմել պաշտոնական Բրյուսելին ասելով, որ հիբրիդային գրողներն ուժգնանում են եւ 15 միլիոնը արդեն քիչ է, պետք է կրկնապատկել կամ եռապատկել հիբրիդային գրողները հետ մղելու որոշումը։ Թե որքան կլինի դրանից անձնապես Սոլովյովին հասանելի կապ, վերլուծաբանը չի կարող ասել։ Ի վերջո, ինչի վրա է կառուցում իր հայտարարությունը Սոլովյովը։ Ըստ էության, հենց ԱՄՆ գործողության տրամաբանության ասում է, եթե ԱՄՆ-ն իր շահերից ելնելով կարելի է համարում մտնել ու այլ երկրի նախագահ առևանգել, ուրեմն նույն բանը կարող է անել Ռուսաստանը այն երկրներում, որտեղ ինքը հարկ կհամարի, եւ երբ որևէ մարդ ծափուցի ծաղով ԱՄՆ ամենակարողության վերաբերյալ հպարտ տեսակետներ է արտահայտել, պետք է մտածեր, որ Վենեսուելայի հատուկ գործողությունը նախադեպ է, շատ վտանգավոր նախադեպ, ընդ որում երկու էական ասպեկտով։ Նախ, որովհետև լեգիտիմացնում է որևէ երկրում ուժով իշխանություն հաստատելու որևէ գերտերության գործողություն։ Հետևաբար հարցը մնում է լոկային, թե ում ուժը որտեղ կպատի, եւ երկրորդ, որովհետև կան մի շարք նշաններ, որ Վենեսուելայի ուղղությամբ ԱՄՆ գործողությունը եղել է Ռուսաստանի եւ հնարավոր է Չինաստանի հետ գործարքի արդյունք, ինչը եւս միջազգային հարաբերությունների ներկայիս փուլում ստեղծում է նախադեպայնություն։ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոբիրկինը կանչվել է Հայաստանի արտգործնախարարություն, նրան հանձնվել է բողոքի նոտա Սոլովյովի հետ կապված։ Ըստ Բադալյանի, իշխանության համար թանկարժեք քարոզչական միավորները հավաքված են։ Գործնականում հայ-ռուսական հարաբերության առնչությամբ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմը գալիս է Հայաստանի իշխող քաղաքական ուժից։ Այդ ուժն է հիբրիդային պատերազմ մղում Հայաստանի դեմ հայ-ռուսական հարաբերության դեմ այդ պատերազմը մղելով։ Ռուսաստանին դա խորքային առումով չի հուզում ընդհանրապես, չի հուզում առնվազն երկու հիմնական պատճառով։ Ռուսաստանը շատ մեծ է եւ Հայաստանի այդ օրինակ վարքագիծը իր համար դիտում է հարկ եղած, այսպես ասած, դանակը ոսկորին հասած պարագայում կացնի հարվածով լուծելու խնդիր։ Ռուսաստանն այդ առումով երբեք առանձնապես չի կաշկանդվել կացնային մեթոդներ կիրառելու հարցում, թե Հայաստանի, թե որևէ այլ ուղղությամբ։ Ավելին, Ռուսաստանի համար դա քաղաքականության ոճ է եւ անգամ հոգեբանություն։ Հետևաբար այդ կացնային հարվածի ռիսկը պետք է մտահոգի նրանց, ովքեր կարող են ենթակա լինել դրան, եթե իհարկե որևէ մեկի համար նախանձելի չէ օրինակ Ուկրաինայի վիճակը։ Կարծում եմ մոլորություն ու ինքնախաբեություն է, թե Ռուսաստանը Հայաստանի համար այսօր պատրաստ է անել սկզբունքորեն ավելին, քան անում է, բայց դա չի անում Հայաստանի իշխանության պատճառով։ Փաշինյանը ընտրել է հիբրիդային առասպելի տարբերակը, թերևս պայմանավորված նաև այն հանգամանքով, որ այդ խնդիրները ավելի որակյալ կառավարելու իմաստով չկա թե ռեսուրս, թե հմտություն, կոմպետենտություն։ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը անդրադառնալով Սոլովյովի հայտարարություններին մատնացույց է անում Հայաստանի իշխանությունների երեսպաշտությանը, որոնք իբրև դատապարտում են ռուս վերլուծաբանի հայտարարությունը, սակայն տարիներ շարունակ լուռ են Ադրբեջանի եւ Թուրքիայի ուղիղ սպառնալիքների հանդեպ։ Մենք դատապարտում ենք Հայաստանի ինքնիշխանության դեմ ուղղված ցանկացած խոսք կամ գործողություն, անկախ նրանից, թե որտեղից է այն հնչում, իսկ դուք պատրաստ եք նույն խստությամբ արձագանքել ոչ միայն ռուս վերլուծաբաններին, այլև այն պաշտոնյաներին, որոնք իրականում ու շարունակաբար թիրախավորում եւ սպառնում են Հայաստանին։ Մի կողմից իշխանությունները խնդրում են արտաքին ուժերին ուղիղ ներգրավվել ընտրական գործընթացներին, մյուս կողմից մեկ վերլուծաբանի խոսքը ներկայացնում են որպես ինքնիշխանության դեմ հարձակում։ Այնպես որ մի կողմ թողեք երեսպաշտությունը, դուք խնդիր չունեք արտաքին միջամտության հետ, դուք այդ միջամտության եւ պատճառն եք եւ սնուցող աղբյուրը։ Իսկ Սոլովյովին իբրև բացահայտածներից քանիսն է մտահոգություն հայտնել կամ մատնացույց արել երկակի ստանդարտների անընդունելի լինելու հանգամանքը Վենեսուելայի կամ Իրանի դեպքում։ Ի վերջո Սոլովյովը նույնիսկ ռուսական պրոպագանդայի ռազմավարական հեռանկարում բացահայտված եւ խաղից դուրս կերպար է վաղուց։ Ֆրիդա Ղազարյան, Վարդգես Հովհաննիսյան, TV News։